Փակներդեին այսօր խոսելու եմ Նիկոլենց այդ ընտրությունների նախապատրաստվելուց, ինչ-որ ներքին քվեարկություն են արել եւ սելեկցիա են արել, էլի, ընտրել են ինչ-որ լավագույն տասնյակ, խոսել են խաղաղությունից, այդ չխաղաղությունից, որովհետեւ Ալիևը հերթական անգամ հեգնել է այդ բառը, խաղաղությունը, եւ խոսել եմ մեր ամենացավոտ թեմայից, եկեղեցուց, որովհետեւ շատ մարդ կա, որ եկեղեցուն աջակցելը համարում է աջակցություն նախկիններին կամ Կրեմլի շոր գործակալի Գարեգին Բեի։ Այդ մասին էլ երբ որ առանց կանադառնամ կմանրամասնեմ եւ այսպես քանի որ Ալիևը հայտարարել է, որ ինքը ուշ-ուշով հետևելու է Հայաստանում ընտրություններին եւ իրենք չեն թաքցնում իրենց աջակցությունը Նիկոլին, թե Էրդողանը, թե Ալիևը, Նիկոլ հրապարակեց, այսինքն քվեարկություն արեցին լավագույն տասնյակը, իհարկե առաջ տեղում ինքն էր եւ երբ որ ես տեսա, հասկացա, որ բացասական սելեկցիա է տեղ ունեցել, բացասական դրազատում է տեղ ունեցել, որքան սրիկա այնքան վերև հավաքել են, առանձնացրել են ամենասրիկաներին, որովհետև Ալիևին տնականներ են պետք, ես համոզված եմ, որ այդ ընտրությունների արդյունքները, որ հրապարակում են, իրենք դրանով ուզում են Ալիևին ցույց տալ, այ սրանք են հաջորդ խորհրդանում, եթե իհարկե իրենց հաջողվի մտնել խորհրդարան, ես ինչի եմ այսպես ասում, որովհետև բանը բանից անցնում է, որովհետև կարող է իրենց չհաջողվի ինչև ընտրություններ իրենց հովանավորների աջակցությունը ստանան։ Իհարկե, եթե ստացան, ինչ ուզեն կնկարեն, դա իրենց ձեռքում է, ոնց ուզեն, ինչ ուզեն կարող են անել։ Բայց հիմա իրենք իսկապես ցույց են տալի Ալիևին, թե ովքեր են այդ տղաները, չնայած Ալիևը նրանց ավազակությունները կատարած շատ լավ գիտի, միգուցե ընդեղից էլ հուշել են, թե լավագույն տասնյակն ովքեր պետք է լինեն։ Ինչերից է, պարզ երևում է, որ ԿՊ-ն պատրաստվում է հերթական փուլին մեզ հարվածելու, իրենց թվում է ժողովուրդը համոզվել է, որ իբր իրենք այս 5 տարվա մեջ այն ինչ-որ խոստացել էին արել են, պատրաստվում են հաջորդ խոստումները տալ եւ անել։ Մենք հիշում ենք, որ 21 թվին դեռ Արցախը հայաթափված չէր, նրանք խոստացան Շուշին եւ Հադրութը վերադարձնել, բայց հակառակը արեցին, ամբողջ Արցախը հանձնեցին եւ հայտարարեցին, որ եթե Ալիևն այնտեղ ինչ-որ բան էլ անի, ռազմական, մենք չենք խառնվելու։ Չենք մոռացել իհարկե, այս նախորդ եթերում էլ կարծեմ թե M-ում ես այդ մասին հիշեցրեցի նորից սիրելի հանրություն։ Մենք հիշում ենք, որ չկա բան, որ Նիկոլը ասել եւ արել է, չթվարկենք, ուրեմն, բայց ամենածիծաղելի իրավիճակը դա 18 թվից մինչև օրս 8 տարի է այդ նախկիններին պատասխանատվության ենթարկելն է, որ մինչև օրս դա մնացել է այդ խոստումը եւ ասենք հասկացող մարդը պետք է, ասենք գիտակից մարդը պետք է հասկանա, որ եթե իրենք բացահայտ խոսում են Քոչարյանի, օրինակ Քոչարյանի վրա բերեն, մենակ ասենք այնտեղ Սերժիկն էլ է, մյուսներն էլ են, ասենք բացահայտ խոսում են թե խորհրդարանում, թե կառավարությունում, թե չգիտեմ եսին որտեղ, օրինակները բերում են, թե Քոչարյանը որտեղ ինչ հանցանք է թույլ տվել Հայաստանի հանդեպ եւ ՀՀ քաղաքացիների հանդեպ ու թողում են անպատիժ։ Մենք գիտենք, որ այսօր թե դատավորը, թե դատախազը, թե քննիչը, թե ԱԱՑ-ն, թե ոստիկանությունը բացառապես ենթարկվում է Նիկոլին։ Մենք տեսնում ենք, որ անգամ Գարեգին Բեի վրա են արդեն գործ հարուցել, դե arczepiskopos-ներին, ինչպիսի ցանկացածի վրա կարողանում են գործ կարել, իրենց քննիչները, իրենց դատախազները մեղադրանք առաջարկել, իրենց դատավորներն էլ ըստ Նիկոլի կամքի որոշումներ կայացնել։
դա տեսանելի է, որից մեկը չի կարող ասել, որ դատարանը անկախ է, որ դատախազը անկախ է, չգիտեմ, եսի մենչը անկախ է։ Նման ուժային զորեղ ենթակայություն ենթակայության տակ ունեցող կառույցների արկայությամբ, երբ որ դու Քոչարյանին չես, քո խոստումը չես կատարում, դա բացահայտ, ասենք, պատկերացրեք, որ ինքը խոստացել է, որ պետք է կալանավորի եւ հատուցի ստանա Քոչարյանից այն ինչ վնասները, որ ինքը հասցրել է հայրենիքին, չի անում։ Այսինքն ասում է, որ ինքը հանցագործ է, բայց չի կալանավորում, ունենալով նման իշխանություն ուժային կառույցների վրա։ Սա արդեն բացահայտ ինքը ցույց է տալիս, որ դիտմամբ իր խոստումը չի կատարում։ Դիտմամբ չի կատարում։ Ոչ թե չի կարողանում, դիտմամբ չի կատարում։ Այն մի դեպքում ստել էր, ասել էր կբերեմ Շուշին ու Հադրութը, ընդհակառակն էր արել։ Այս մեկը դիտմամբ չի անում։ Հասկացա՞ք, չէ՞։ Թքած ունի հանրության վրա, ասում է, բայց չի անում։ Եվ մենք խոսում ենք մեր 5000 զոհերից, խոսում ենք մեր բանակից, բայց ժողովուրդ, գիտեք, որ մենք նաև ունենք 10-12 հազար հաշմանդամ դարձած տղաներ պատերազմից։ Արդյոք նրանց խնդիրները լուծված են։ Ասենք, արդյոք բարոյականություն ունեցող իշխանությունը այդ 5000 տղաներին կդներ հողի տակ, այս 10-12 հազարին էլ այս վիճակում կթողեր բենդ կաներ։ Ասենք, պարգևավճարներ են ստանում եւ ամեն տարի պարգևավճարների բյուջեն մեծացնում են, իսկ թոշակառուին ասում են, ինչ պետք է անես փող, դու ինչ ես հասկանում փողից, որ ինչ անես։ Բա դուք ծնող չունեք։ ԿՊ դու ծնող չունես, պատի ծակից եք դուրս եկել, արա։ Որ մի ծակից եք դուրս եկել, որ դուք այսքան անհարգալից եք վերաբերվում ծնողին։ Չգիտեմ, ինձ համար ԿՊԱ-գանը դա թուրք է, իրենց համար որքան էլ որ օրենք մշակեն, որ մարդուն վիրավորելով, եթե թուրք ասելով նկատի ունես վիրավորանք, ուրեմն դա վարչական տուգանքի է, ինձ համար թուրքը ամենաատելի արարածն է, ինչպես ասում էր Էմանգուել, եթե ուզում եք ինձ մահացու վիրավորել, ինձ թուրք անվանեք։ Ես այդ մարդու խոսքը կիսում եմ, իսկ դուք թուրքեր եք, իսկ եթե ինչ-որ մեկն էլ աջակցում է ձեզ, թրկա հապատակեն, ասեմ իրենք էլ իրենց պատիժն են ստանալու, այսպես չի մնա։ Անդրադառնամ խաղաղությանը, Ալիևին երեք թե այսօր ասեցին խաղաղության խաչմերուկը գործելու է, չի գործելու, նա հեգնեց, ասեց խաղաղության խաչմերուկ կգործի, երբ որ Բայդենը վերադառնա, նախորդ նախագահ Ամերիկայի, դե բնական է Բայդենն արդեն 80 անց առամյալ ծերունի է, նա չի դառնալու, նրանք էլ դե Բայդենին չեն սիրում թուրքերը, որովհետև հայոց ցեղասպանությունը Բայդենը բառացի ցեղասպանություն բառը արտաբերեց, որը թուրքերի եւ ազերիների համար ցանկալի չէր։ Հա, եւ ասեմ, որ Թրամփի ականջին էլ է շոյ, երբ որ դու Բայդենին քննադատում ես, Թրամփի աչքն ես մտնում, դե Ալիևը շատ լավ հասկանում է ինչ անում։ Եվ ասեց հիմա Թրամփն է, Թրամփի ուղի է, ինչ խաղաղություն, ինչ բան։ Այդ որ ասում են 99 տարով խաղաղություն ենք բերել, նախորդ եթերում էլ ասեցի, եթե հիմա Ամերիկայի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի դե Թրամփին լուրջ չեն վերաբերում, ասենք, հարցնեք, ասեք, լուրջ մարդու էլի։ 99 տարի դու Ամերիկա լինելու է, իրենք հստակ չեն ասի, այո, պետք է լինի։ Թե Նիկոլը որտեղից է որոշել, որ Ամերիկան 99 տարի մտես տարածաշրջանում մնա, ինքն էլ Ամերիկայի թևի տակ ապրի։ Մենք միշտ գերադասել ենք Ամերիկայի հետ հարաբերություններ ունենանք, մեր քաղաքական թիմը, բայց մենք չենք ասել Ամերիկայի քավորությամբ Ալիևի պահանջները կատարի։ Մինչև Ամերիկայի այս թրիպ-մրիպը
Պուտինի քավորությամբ Ալիևի ցանկությունները կատարում էր Նիկոլը։ Հիմի ուզում է, ասենք պայմանավորված թուրքերի ու ազերիների հետ, ասում է դե լավ որ Ամերիկան է գալի տարածաշրջան, դու էլի մեր դարդը կլացես, քոնը չլացես, արա։ Էրդողանն էլ, ասենք Ալիևն էլ, սրան ասում են, դու մեր դարդը կլացես, քոնը չլացես, Հայաստան դիրքերը թողում ես, ինչ անում ես մեր օգտին ես անում։ Եվ հիմա Թրամփի քավորության ավելի շատ ազերու համար է անում, քան մեր համար Նիկոլը, երբ որ խորանում ենք այդ թղթերի մեջ, այդ պայմանագրերի մեջ։ Էլի եմ ասում, 99 տարվա ընթացքում շատ բան կարող է փոխվել աշխարհում, շատ բան։ Եվ չմոռանանք առհասարակ Ալիևը 22 թվին, փետրվարի 22-ին, 22-ն էր, հա, երբ որ Պուտին, այսինքն Ռուսաստան-Ադրբեջան պայմանագիրը, որ այդ հզոր պայմանագիրը կնքվեց իրենց մեջ ռազմական այդ փոխօգնության տվյալների բանի տրամադրման ավելի ուժեղ փաստաթուղթ, քան Հայաստանի հետ էր կնքել Պուտինն ու Ալիևը, դրանց 2 օր հետո հարձակվեց Ուկրաինայի վրա, չէ՞։ Այսօր Ալիևն իմացան, որ էլ փող, էլ զենք Ուկրաինային օգնել է, որ Ռուսաստանի դեմ կռվի։ Ինչ է այնտեղ բան է արել էլի Ուկրաինայում Ռուսաստանի Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա հրթիռ է ընկել, կամ այդ Սոկարի բենզալուծակայանների վրա հրթիռ է ընկնում։ Անես տպավորություն է, որ Պուտինը պետք է ասի տղեր կզգուշ եղեք, այդ հրթիռը որ ուղարկում եք, մանգապարտեզի վրա ուղարկեք, հանգարց բանի Ադրբեջանի դեսպանատան վրա չուղարկեք, կամ այդ բան բենզալուծակայանի վրա չուղարկեք, որտեղ Սոկար կա գրած։ Չմտածեք, որ ես բան եմ անում Պուտինի այդ ավերածություններին կողմ եմ։ Օրինակ էլի ասում եմ, պատկերացնում եք, այնտեղ մարդը մանգապարտեզներ է ոչնչացնում, հիվանդանոցներ, այս մարդն ասում է դու ինչ ուզում ես արա իմ դեսպանատանը մի կպի էլի։ Դե որ կպել ես արա, Ուկրաինային էսի փող, էսի զենք, էսի էս, էսի այն։ Բայց պայմանագիր ունի Ռուսաստանի հետ։ Այդ Ալիևի հետ խաղության եք գնում։ Եթե Պուտինի հետ է դից վարվում, օրինակ, Նիկոլն ում շունն է։ Ագի ամոթ է էլի, շատ ամոթ է, սարսափելի ամոթ է։ Եվ անդառնամ եկեղեցում, ժորդ, եկեղեցում կարգ կանոն կա, կաթողիկոսի դերը, իրենց կարգ կանոնն է եկեղեցու, շատ բարձր է եկեղեցում, իրենց կանոնակարգով։ Եկեղեցի ասելով մասամբ նաև կաթողիկոս են հասկանում, ասենք այնտեղ։ Մենք աջակցում ենք եկեղեցուն, բայց ես ես ասեմ, եթե Նիկոլը ազգային, ասենք մտածելակերպ ունեցող մարդ լիներ, նախ այսպես չէր վարվի եկեղեցու հետ, աշխարհի խայդարակ, որ ասենք Եվրոպայից, Ամերիկայից նկատողություն անեն, ասեն, ես ինչ ես անում քո եկեղեցու գլուխը, հասկանում եք, չէ՞, նկատողություններ են անում։ Ասենք ինքը ծածուկ կարող է աներ եւ այնպես անել, որ մի ավելի արժանապատիվ մարդ այնտեղ հայտնվեր թեկուզ։ Բայց ես համոզված եմ, որ այս Գարգին Բեին եթե տարան ավելի վատ մարդ է գալու, որովհետեւ Էրդողանը ասել է, չէ՞, որ եկեղեցու կաթողիկոսը պետք է փոխվի, այ հեսա որ հանեն, այս հրաժարական տա, պայմանավորվել են արդեն։ Մենք կորոշենք ով լինի կաթողիկոս։ Մարդը բացահայտ ասում է, չէ՞։ Երբ որ Էրդողանը նման արտահայտություն է անում ու Նիկոլը շարունակում է եկեղեցի հանդեպ շանտողությունը, մենք հասկանանք, որ կապ կա սրան մեջ։ Դրա համար մենք պետք է աջակցենք եկեղեցուն։ Հիմա թե այդտեղ որ մասով է Գարգի Բեի բախտը բերում, ես չգիտեմ։ Ես Գարգին Բեին հանցագործ եմ համարում, որովհետև ինքը դիմադրություն չի կազմակերպում։ Ընդհակառակը ինքը հնարավորություն է տալիս Նիկոլին, որ ավելի ծանր հարվածներ հասցնի Մայր Աթոր Սուրբ Էջմիածնին։ Ինքը թերություններ ունի, բայց եւ այնուհանդերձ, եթե հանգարց ինքը գնաց այս պահին, ավելի վատն է գալու։ Եկեղեցին պայթելու է, պառակտվելու է եկեղեցին։ Մենք որքան էլ քննադատենք եկեղեցուն, ասենք, որ երբ որ ինքը 301 թվին մուտք գործեց Հայաստան, լուրջ ավերածություններ արեց, այս արեց, այն արեց, բայց հայ ժողովուրդը եկեղեցին փոխեց։
դարձրեց իր ազգայինը, որովհետև երբ որ արդեն գիրը նորից վերականգնվեց, նորից արդեն հայերեն գրվեց ամեն ինչ, եւ մեր հետանոց աստվածների սովորույթները ներգրավեցին ու Օսմանյան կայսրության եւ ցարական Ռուսաստանի այդ կայսրությունների ներսում երբ որ մենք pedagogical չունեինք, Մեսրոպյան այդ այբուբենը մեզ եկեղեցին է կրթելով ոչ պետությունը հայկական դպրոց չի բացել, ոչ Օսմանյան կայսրությունը, ոչ ցարական Ռուսաստանը, նրանք փակում էին, բայց եկեղեցին իր խորանում այ այտենց մեզ սովորացնելով մեր ապավերին բերեց հասրեց այն օրվան, որ մենք հայ մնանք, լեզուն է կարևոր, եթե մենք հայերեն տառերը չիմանայինք, հայերեն չխոսեինք, այսօր հայ չէինք ճանաչի մեզ եւ Հայաստան պետություն չէր առաջանա։ Անկախ ամենից այդ այբենգիմը եկեղեցու անում է, չէ, այս հունցվել, խորանում, անընդհատ վերցրել դրվել դպրոցի ձևով վերել հասցրել են ցարական Ռուսաստանին հակադարձելով, Օսմանյան կայսրությանը հակադարձելով, մարդիկ վերել հասցրել փոխանցել են մեզ, որ հայ ենք մնացել։ Հələ պատկերացրեք, ես նորից այս օրինակը էլի եմ բերել, էլի։ Պարսկաստանի էլի որ շատ գովում են ասում են, պարսիկ ժողովուրդը, Պարսկաստանը 100 տարվա մեջ արաբները պարսիկներին արգելեցին, որ պարսիկներն իրենց քիզն ունեն, իրենց այբուբենն ունեն, պարսիկները, մեզ չեն գրում, արաբատառ են գրում, և իրենց կրոնը, զրադաշտությունը, այդ էլ դրեցին մի կողմ գնացին Մոհամեդին երկրպագեցին, արաբին, 100 տարվա մեջ իրենց գիրն ու հավատը փոխել են, 6-700 տարի Օսմանցու ձեռի տակ, 300 տարի Ռուսի ձեռի տակ, ոչ գիր ենք փոխել, ոչ հավատ ենք փոխել։ Այսօր մի Քոսոն Նիկոլն է, որ պետք է մեզ բերի տանի եսի միջի առաջ կանգնացնի։ Դուք հասկանում եք, որքան հզոր է հայ մարդը։ Հայ մարդ, քեզ եմ ասում, Նիկոլագանին չեմ ասում, Նիկոլագանը հայ չի։ Նիկոլագանից այն կողմ մնացածին եմ դիմում։ Դու գիտես, որ դու զորեղ մարդ ես։ Վերագտի քեզ։ Հերիք է կոտրվես։ Կարիքին բան փոխվելու է։ Բայց երբ որ Հայաստանում ազգային գլուխ կա, որ եկեղեցու անվտանգությունը պահի, եկեղեցին ներսում ինքը իր հարց կարգավորի, ինքնամաքրման գնա։ Եթե պետք է Նիկոլը փոխի, Կարիքին բին հանելու է ավելի դաժանի բերի տնի։ Դաժան չասեց, որ ասենք որ ինքն է ասում մեր եկեղեցին օսմանցիներն են կառավարել, ենթարկվել է Օսմանյան կայսրությանը։ Հիմա էլ կասի, գնացեք ենթարկվեք։ Չի թաքցնելու, կասի։ Նիկոլին ինչ կա։ Վերջը վերագտի քո ուժը։ Հայ մարդը իսկապես հայ է, եթե դու հայ ես, վերջ արդեն դու ուժեղ ես, սա մեծամտություն չէ։ Սա այդպես է։ Գցեք ձեր ուժը ձեր մեջ։ Եվ եկեղեցուն մենակ չթողնեք։ Վատ մի զգացեք, եթե գնում եք ուրեմն Գարգին բին եք օգնում։ Չէ, թող Գարգին բները դեռ վերընկած մնա, դուք եկեղեցուն օգնեք Նիկոլին չեզոքացնեք։ Կարիքի բան ինքը կզգա, որ դեղել անելիք չունի, երբ որ ազգային իշխանություն եկավ, ինքը հաստատ զգալու է, որ ինքը անելիք չունի։ Նրա խաղությամբ